Պապ, ես ինչ ես անում։ Պապ, ես ինչ ես անում։ Դու ոնց ասես բանանում մի հատ բացատրի հասկանամ։ Պապ, իմ մասին մտածում ես, հա։ Քո աղջիկը քո Նարեի մասին մտածում ես։ Վրամի մասին, մամայի մասին մտածում ես, պապ։ Պապ, մենք ինչ ենք անելու առանց քեզ, ինչ է լինելու, եթե ես չգայի։ Ինչ է լինելու, եթե չհասնեի, պապ։ Ոնց է խոսացիք Սոնա ջան։ Հա, խոսացինք, բայց նեղացած է ու դրա իրավունքն ունի։ Գիտես ինչքան է սպասել քո գալուն։ Քո գնալուց հետո Վրամս շատ էր փոխվել։ Ոչ մեկի հետ չէր խոսում, մեկուսացել էր։ Ես իմ երեխուն չէի ճանաչում։ Բառ անգամ չէր լինում նրա հետ խոսել։ Ես Վրամին երբեք այս վիճակում չեմ տեսել։ Ինքը քեզ իրոք շատ է սիրում, շատ։ Հա, ոչինչ, հիմա նեղացած է, բայց կանցնի կգնա։ Ինքը քո կարիքը շատ ունի, շատ։ Ես էլ ունեմ իր կարիքը։ Ու իմ համար էլ հեշտ չի եղել։ Քո համար ինքը նույնիսկ մեր դեմ էր դուրս եկել։ Դե երևի հիմա բնական է իր վերաբերմունքը քո հանդեպ, որովհետև դու թողել գնացել էիր։ Բայց եթե իսկապես սիրում ես Վրամիս, ուրեմն հիմա էլ դու պայքարի։ Ամեն ինչ արա, որ երախուս կողքին լինես։ Զարմացած եմ, գիտեք, որ այս ամենը ձեզնից եմ լսում։ Որովհետև իմ գնալու պատճառներից մեկը հենց դուք եք եղել։ Գիտեմ, Սոնա։ Հիմա էլ եմ ասում, որ ես իսկապես չգիտեմ, թե ինչ կլինի ձեր միության արդյունքում։ Բայց եթե դու իրոք սիրում ես Վրամին, եթե դու ես երջանկություն այն երեխում, ուրեմն ես դեմ չեմ լինի։ Ես ամեն ինչ կանեմ, որ դուք միասին լինեք։ Կարող ես ինձ վրա հույս տնել։ Գնամ փորձեմ մի անգամ էլ հետո խոսեմ։ Սոնա, ես քեզ բան ասեցի, դուրս գնա։ Սոնա, դուրս գնա, ասում եմ։ Չեմ գնալու։ Բալես, ես եմ ասել, որ մնա։ Ինչի համար։ Հետը գործ ունեմ։ Եթե շատ ես նեղվում, կգնամ։ Հա, նեղվում եմ, գնա։ Բալես, տենց մի խոսիր։ Իսկ կլինի դու չխառնվես։ Բարև ձեզ։ Վրամ ջան, բարև։ Բարև։ Ոնց ես։ Լավ եմ, բժիշկ ջան։ Շատ լավ է։ Եկել եմ փորձեմ երկու քայլ քայլենք, հա։ Յարի, կամաց, զգուշ, դանդաղ։ Փորձի։ Արի, Վրամ։ Չեմ զգում։ Ինչը չես զգում, Վրամ ջան։ Բժիշկ, ոտքերս չեմ զգում։ Այսինքն չեմ զգում, սպասի, մի րոպե, Վրամ ջան, հələ։ Հա, բժիշկ, ոչ մի բան չեմ զգում։ Բժիշկ, չեմ զգում ոտքերս, ինչ է կատարվում։ Վրամ, ինչ եմ անում։ Բժիշկ, բացատրի հասկանամ, ոտքերս չեմ զգում, ոչ մի բան չեմ զգում։ Պահի ոտը, փորձի պահես։ Վրամ, պահի ոտերդ։
Հա, Վռամ ջան, ոչ մի բան չես զգում։ Չէ, բժիշկ, ոչ մի բան չեմ զգում, ոտքերս ընդհանրապես չեմ զգում, բժիշկ։ Բժիշկ, Հանգստացի, Վռամ ջան, հանգստացի։ բժիշկ, ինչ է կատարվում, ոտքերս ընդհանրապես չեմ զգում, մի բան ասա։ Վրոն ջան, տղես հանգստացի։ Ամեն ինչ լավ կլինի։ Դու ուղղակի շատ ծանր վիրահատություն ես տարել ու ամեն ինչ կվերականգնվի։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Հանգիստ եղի։ Ամեն ինչ լավ կլինի, չէ՞ բժիշկ։ Առաջվա պես կլինի, չէ՞։ Խնդրեմ հիմա դուրս գաք, դրսում սպասեք։ Բժիշկ, ընդհանրապես չեմ զգում։ Բժիշկ, ոչ մի բան չեմ զգում, ինչ է կատարվում։ Վռամ ջան, հանգստացի։ Նայում եմ։ Հանգստացի։ Լավ ալնելու։ Նոր դուք էիք Վռամին հույս տալիս, բայց ինքներդ եք ձեր հույսը կորցրել։ Երեխուս մոտ ես պարտավոր եմ ինձ ուժեղ լինել, որպեսզի հույսը չկորցնի։ Բայց սիրտս կտոր է լինում։ Ինչի ես Վռամս, ինչի իմ երեխեն, Տեր Աստված, ես ինչ պատիժ էր։ Եկեք ընդունենք, որ ես ընդամենը ժամանակավոր խնդիր եմ։ Ու Վռամն էլ պետքա դրան հավատա։ Բայց եթե մենք չհավատանք իրեն, հույս չենք կարա ներշնչենք։ Ես հասկանում եմ, բայց ես չեմ կարող, ինձ համար ահավոր բարդ է։ Ամեն մայր իր երեխու ցավը կրկնակի ազգում իր սեփական մաշկի վրա։ Ես ուղղակի վիճակի չեմ։ Ուղղակի ես գիտեմ, որ Վռամս ընդունակ չի։ Ընկալել ես իրականությունը, համակերպվել ես ամեն ինչի հետ։ Ես չգիտեմ ինչ կլինի։ Չգիտեմ ինչ կլինի երեխուս հետ։ Ես շնորհակալ եմ, որ երեխես գոնե աչքերը բացեց, որովհետև դրա հույսն էլ չկար։ Ես ձեզ զգուշացրել էի հնարավոր բարդությունների մասին, եւ որ չի բացառվում կարևոր նյարդեր վնասված լինեն։ Փաստորեն հենաշարժողական համակարգն է վնասվել։ Այսինքն չի քայլելու։ Վնասվածքը մասնակի է եւ չի բացառվում մի քանի բժշկական կուրսերից հետո, աշխատանքներից հետո նա կարողանա քայլել։ Բայց այստեղ ամենակարևորը Վռամի ցանկությունն ու ձգտումն է։ Կարևորագույն նշանակությունը հիմա ձեր աջակցությունն է, հոգեբանական նրան, որպեսզի նա կարողանա հասնել դրան, կարողանա քայլել։ Ինչի համար, պապ։ Իմ ապրելը ինչ իմաստ ունի նարը։ Տենց մի ասա։ Սխալ բան չեմ ասում, աղջիկս։ Երևի մենք քեզ շատ ենք նեղացրել։ Մեղադրել, մենակ թողել։ Ու դու դրա համար որոշել ես, որ այս լավագույն տարբերակն է։ Բայց այդ տենց չի։
Գոնե մի քիչ մտածել ես մեր մասին։ Ախր դու իմ համար ես աշխարհի ամենաուժեղ, ամենաբարի մարդն ես, ամենահզոր։ Դու ոնց էիր ուզում մենակ թողեիր քո Նարեին։ Ես չեմ էլ ուզում պատկերացնեմ, ինչ կլիներ, եթե ես ընդամենը մի քանի վայրկյան ուշ մտնեի։ Դու քեզ վռամի համար ես մեղադրում։ Դրա համար ես վիճակում։ Գիտես, վռամը արդեն լավ է։ Տես, ես իր համար էի տանում հիվանդանոց։ Պալատ են տեղափոխել։ Մաման ուղղակի վատ վիճակում է եղել ու չի հասկացել ինչ է ասում քեզ։ Պապ, խնդրում եմ խոսա, մի բան ասա։ Մի բան ասա, որ հասկանամ լավ ես։ Իմ աղջիկ։ Ներիր ինձ խնդրում եմ։ Դա երևի այսպես թուլության պահեր զգացմունքներին տրվեցի այդպես ճիշտ է սխալ եմ արել, բայց իմ աղջիկ խնդրում եմ, որ դու ինձ ներես։ Ամեն ինչ գտայի, որ դու տեսած չլինեիր են ինչ տեսար։ Ուղղակի մարդուն թվում է, որ երբեմն խնդիրներից փախնելը դա լավագույն լուծումն է։ Երևի ես էլ այս տեսակ պատկերացրի փախուստը իմ։ Նարե դու ինձ մեղքից փրկեցիր։ Մեծ մեղքից փրկեցիր դու ինձ։ Ներ ինձ իմ աղջիկ։ Ներ ինձ խնդրում։ Պապ, խնդրում եմ քեզ, շատ եմ խնդրում, էլ երբեք թող մտքովդ չանցնի տենց բան, հա ինչ էլ լինի, խոստացի, որ էլ տենց բան չի լինի, խոստացի, որ էլ չես փորձի տենց բան անել, դու հասկանում ես ինչ կլինի մեր հետ, Պապ, ես հասկանում եմ, դու քեզ մեղավոր ես զգում, որովհետև ինչ-որ մեղք ես գործել, բայց մենք բոլորս ենք մեղքեր գործում, մենք բոլորս ենք սխալներ անում։ Ու հավատա, եթե դու ես քայլին գնայիր, այս քո ամենամեծ գործած մեղքը կլիներ։ Պապ, ես չեմ կարա ապրեմ առանց քեզ, հասկանում ես։ Մենք բոլորս չենք կարա։ Եթե դու ունես խնդիր, այդ նշանակում է, որ ես քո հետ եմ, քո կողքին եմ։ Իմ աղջիկ։ Ներ ինձ խնդրում եմ, Նարե ջան։ Ներ ինձ աղջիկս։ Սոնա ով է քեզ ներս կանչել։
Վրամ եկել եմ, որ կողքդ լինեմ։ Ինչի։ Խղճացել ես, վեր ես կացելու եկել ես, չէ, բան ես լսել, վեր ես կացելու եկել ես։ Մտածել ես ինչ մեղ կա վրամը, գնամ կողքը լինեմ, դու ընդամենը խղճում ես ինձ Սոնա։ Չէ, Վրամ, ես քեզ խղճալու պատճառ չունեմ։ Լավ էլի Սոնա, ավելի լավա դուրս գնա, լավ չեմ ու քո ներկայությունն ինձ էլ ավելի ա ստիպում, որ վատանամ։ Սոնա դուրս գնա, չեմ ուզում համբերությունս կորցնեմ ու ձենս բարձրացնեմ ստեղ։ Վրամ, ուզում ես գոռա։ Ուզում ես այնպիսի բաներ ասա, որոնք ինձ կնեղացնեն։ Ես չեմ գնալու, եկել եմ, որ կողքդ լինեմ։ Ընդունում եմ, որ շատ վատ բան ա եղել, որ դու քո ոտքերը չես զգում, բայց էս էլ ա փորձություն, որի միջով երկուսս ենք անցնելու։ Ուզես թե չէ, երկուսով, ես ու դու։ Սոնա, չեմ ուզում քեզ տեսնեմ, դուրս գնա։ Ստիպված ես։ Ես չեմ գնալու, Վրամ։ Սոնա, ես կամաց սկսում եմ համբերությունս կորցնել, դուրս գնա ստեղից։ Ինչի հանկարծ sense դարձար հոգատար ու պայքարող, հա? Ինչ ա փոխվել հիմա, ինչ կա հիմա, որ առաջ չկար, կասես իմանամ։ Հետո էլ կասես, որ չես խղճում։ Վրամ, խնդրում եմ, կլսես ինձ։ Եթե քեզ թվում ա, որ ասում եմ չեմ ուզում քեզ տենամ, կատակ եմ անում Սոնա, դու սխալվում ես։ Վրամ, ձեռքս բաց թող։ Սոնա, գնա այնտեղ, որտեղից որ եկել ես ու մոռացի իմ մասին։ Էդ քո մոտ ամենալավն ա ստացվում։ Վրամ, ցավում ա, ձեռքս բաց թող։ Վրամ, եթե ես այդքան տհաճ եմ քո համար, ես կգնամ։ Բայց ուզում եմ, որ մի բան լավ հասկանաս, որ այստեղ գալու ես մենակ մի պատճառ ունեմ, ու էդ այնա, որ ես քեզ շատ եմ սիրում։ Բոլորից ու ամեն ինչից շատ, այնքան շատ, որ իմ աղբերների ու պապայի ասածի վրայով անցել եկել եմ մոտդ։ Չէ, ես այս ամենը չեմ ասում, որ երեսով տամ, ուղղակի ուզում եմ դու հասկանաս, թե ինչքան շատ եմ քեզ սիրում։ Չեմ ուզում իմ սեր ինչ-որ բանի հետ շփոթես կամ արժե զրկես։ Վրամ, ես քեզ ինձնից շատ եմ սիրում։ Ու իմ համար մեկ ա դու քայլում ես, տեսնում ես, լսում ես թե չէ։ Ես քեզ սիրում եմ նենց ոնց դու կաս։ Ինձ թվաց, որ ես քեզ պետք եմ։ Ուղղակի ես հասկանում եմ, որ առանց քեզ չեմ կարող։ Ինձ թվում ա, որ մի օր դու ինձ կհասկանաս։ Ալա, Ոնց ես։ լավ եմ, շատ լավ եմ։ Այդ լացում ես։ Չէ։ Նարը դու ոչ մի բան չասես, ես քո շնչից հասկանում եմ, լացում ես թե չէ։ Ինչ ա եղել։ Հայկ նորմալ է ամեն ինչ, ոչ մի բան չկա, ուղղակի պապայի հետ է խոսում։ Հերդ քեզ բան ա ասել։ Նեղացրել ա Նարը։ Չէ, Հայկ, չէ, ոչ մի բան չի ասել։ Ուղղակի խոսել ենք, ինձ չգիտես, ես լաց կանեմ շատ։ Հա, բարձա, չես ուզում ասես։ Հայկ, ոչ մի բան չկա,
Եթե լիներ հաստատ քեզ չի խաբելու։ Հենց հարմար պահ լինի կասես, որ գա մոտդ։ Կներես, հա հիմա անջատ եմ, պապան սպասում է։ Նարե հաստատ քեզ չեն նեղացրել։ Հա, այք հաստատ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Դու ոնց ես կարողանում ամենադժվար պահերին ինձ խաղաղացնել քո մի զանգով։ Հիմա հարցեր չեմ տալիս, բայց մենք այս թեմայով պարտադիր պիտի խոսանք։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Հա, այդ ձևը գտար, հա, բերանս փակելու։ Լավ, սպասելու եմ զանգիդ։ Լավ։ Պապ։ Դուրս ես գալիս։ Հա, Նարե ջան։ Դե մի րոպե սպասի, ես հիմա հագնվում միասին դուրս գանք։ Հիվանդանոց ես չէ գնում։ Չէ, հիվանդանոց չեմ գնում։ Բա ուր ես գնում, պապ։ Խնդրում եմ էլի ոչ միտեղ մի գնա։ Կամ արի միասին դուրս գանք։ Արի քայլենք։ Ես ու դու։ Որպես պապա ու աղջիկ երկար ժամանակա միասին ժամանակ չենք անցկացրել։ Կամ էլ ես քեզ այսօր ուզում եմ հրավիրել սուրճի։ Կգաս։ Եթե սուրճ չես ուզում, կարանք գնանք միասին ֆիլմ նայենք։ Խոստանում եմ ոչ մի հարց չեմ տա։ Չենք խոսի։ Ուղղակի մի քիչ կցրվենք։ Մի անհանգստացի Նարե ջան։ Ես ոչ մի սխալ բան չեմ անի։ Այդ պահեր ուղղակի այդպես ուղեղս մթագնել էր անցավ գնաց։ Վստահում ես ինձ։ Կլինի վստահես։ Լավ, բա հիմա ուր ես գնում։ Ուղղակի քայլելու, մենակ։ Պապ, խնդրում եմ էլի։ Սոնա, չեմ ուզում մտածես, որ նեղացած եմ քեզնից։ Ինչ արել ես, լավ ես արել, ուրեմն տենց ես ճիշտ համարել։ Վրամ ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, լավ։ Պետք չի ոչ մի բան բացատրել, Սոն։ Ու այն, որ հիմա ասում եմ գնա, այդ կապ չունի նրա հետ, ինչ որ եղել է սրանից առաջ։ Ուղղակի հիմա ամեն ինչ ուրիշ է արդեն։ Չէ, վրամ։ Ուրիշ չի։ Սոն, ես չեմ քայլում։ Ու չգիտեմ մի օր կկարողանամ քայլեմ, թե չէ։ Վրամ, քեզ բժիշկը ասեց, չէ՞ որ իրեն լսես, իր ասածները անես, անպայման կքայլես։ Այդ նույն բժիշկը իմ հետ էլ է խոսել։ Ու այն ինչ ինքը ինձ ասեց, այդ ուղղակի ահավոր է։ Սոն, ես չգիտեմ, ես ամեն ինչի միջով կարամ անցնեմ, թե չէ։ Ես քո կողքին կլինեմ։ Չեմ ուզում։ Վրամ, այդպես մի ասա։ Սոնա, ինչ ես ուզում։ Ուզում ես ամբողջ կյանքում հաշմանդամ պահես, հա։ Գնա ապրի քո կյանքը, ապրի նենց ոնց մինչև այս պահն ես ապրել։ Վրամ, էլ ոնց խոսամ, որ դու ինձ հասկանաս։ Իսկ դու ինձ հասկանում ես։ Երեխեք ջան, բուժքույն ասեց, որ հեսա գալիսա կաթիլը այն միացնի։ Սոն, խնդրում եմ գնա։
Ես լավ չեմ ու քեզ խնդրում եմ, որ իրավիճակը ավելի չբարդացնես, հա։ Ես գնամ ջուր բերեմ, մինչև ոչ քույրը գան։ Սոնա, խնդրում եմ գնա։ Միքո։ Դու տեղյակ ես Սոնան եկել, հա։ Ասեց Լիլիթի հետ է եղել։ Հաստատ։ Չես վստահում Սոնային։ Չէ, վստահում եմ։ Էս ինձնից եք խոսում։ Սոն ջան, լավ այկար, ես էլ արդեն անհանգստանում էի։ Ճիշտն ասած, ձեր համար էլ էի ուզում թեյ բերել, բայց ոնց հասկացա լավ եմ արել, չեմ բերել, գարեջուր եք խմում։ Քերին ասեց այդ փաստաբանի հետ պիտի խոսա Վարոյի գործով։ Չգիտեմ, բայց մի բան պիտի մտածվի, որ Վարոյին օգնենք։ Հայկ, ես քո համար երեխա եմ։ Այսինքն ինչի երեք խափեցիր, ասեցիր, որ Լիլիթը ինձ է կանչել։ Այն դեպքում, երբ որ քեզ էր կանչել։ Դե ինձ թվաց, որ քեզ Համոզելու ես, որ կարդալ չգիտես։ Միքո, ուղղակի հասկացել եմ, որ Լիլիթի հանդեպ անտարբեր չես, դրա համար եմ տենց արել։ Էդ ինչ կապ ունի, Հայկ։ Դե ուզել եմ մի լավ բան անեմ քո համար։ Ինձ հիմար վիճակի մեջ դնելով լավություն ես անում։ Ասենք թե հավանում եմ։ Բայց այդ աղջիկը ինձ չի հավանում։ Էդ էլ հոս ստիպելով չի։ Չեմ մտածել, որ կներվես։ Կներես։ Ուղղակի պետք չի սրանից հետո ինչ-որ բաներ կազմակերպել, խափել ինձ։ Ես երեխա չեմ ու լավ հասկանում եմ, որ Լիլիթը քեզ հավանում է։ Ու դրանով ամեն ինչ վերջանում է։ Միքո ջան, մենք հա կարող է խոսացել ենք իրար հետ, բայց ավել ոչ մի բան ես ոչ մի բան չեմ զգում Լիլիթի հանդեպ ու այդ 100 անգամ ասել եմ քեզ։ Ստե կարևոր չի, թե ես ու դու ինչ ենք զգում։ Ստե կարևորը այն է, թե այդ աղջիկը ինչ է զգում։ Ես գնացի քնելու։ Բարի գիշեր։
Սակո, ես ուզում եմ գնալ հիվանդանոց, չես գալիս։ Քեզ հետաքրքիր չի ոնց ա Վրամը, ինչ վիճակում ա, ինչա կատարվում։ Ես այս 2 ժամով եկել եմ երեխուս համար հաց դնեմ, սիրտս արդեն պայթում ա, որ կողքը չեմ։ Դու ոնց ես հենց հանգիստ նստած։ Սակո քո հետ եմ։ Դու գոնե գիտես, որ Վրամը ոտքերը չի զգում։ Մեր երեխեն չի կարողանում քայլել։ Ոնց չի կարողանում։ Վեր կաց գնանք հիվանդանոց։ Ինքը հաստատ քեզ էլ կուզենա տեսնել։ Գիտես, մեկ-մեկ զարմանում եմ ինքսին վրա, ոնց եմ այսքան տարի քո կողքին ապրել, ու քեզ չեմ ճանաչել։ Այսօրը տեղ ես մնալու։ Հա, այսօր Վրամի մոտ կմնամ, բայց վաղը ապարան կտեսնենք իրար, որովհետև քեզ շատ եմ կարոտել։ Ով կա այդտեղ բացի քեզնից։ Ոչ մեկ, հասկանում եմ ինչ նկատի ունես, բայց ես ով Վրամն ենք, մաման էլ պիտի գա։ Դե ես էլ եմ գալիս։ Ուր։ Հիվանդանոց Նարէ։ Հայ գժվել ես, բա որ մաման տեսնի քեզ։ Ես նենց կանեմ, որ չի տեսնի։ Բայց կարևորը կիմանամ ու հանգիստ կլինեմ, որ ոչ մեկ կողքերդ չի պտտվում։ Այդ ոնց որ դուրը տեկավ հա գալուս միտքը։ Հա, լավ, կսպասեմ քեզ։ Լավ։ Լիլ չգիտեմ ոնց եմ դիմացել, ոնց եմ այդքան ուժեղ եղել, բայց ես պետքա պինդ լինեի, որովհետև վստահ եմ, որ Վրամը լավ ա լինելու։ Շատ վատ բան ասեցիր, ես էլ տխրեցի։ Չգիտեմ ոնց եմ անելու։ Այսօր Հայկն ու Միքան իմ տնից դուրս գալուց էին խոսում։ Բռնվել ենք։ Դեռ չէ։ Ֆու, լավ բծանք։ Քեզ չեն զանգել։ Չէ, հաստատ գիտեր, որ զանգեր մի երկու ավել բան հաստատ ասելու եմ, դրա համար չի զանգել։ Ձեր եռյակը իմ համար լրիվ հայտնություն էր։ Այդ որ մեկիս ես 2 հոգու տեղ հաշվել։ Դու, Հայկո ու Միքոն, երեքիդ մասին եմ խոսում։ Միքոն ստեղ ինչ կապ ունի։ Լիլ մենակ չասես, որ չես հասկացել։ Ինչ պիտի հասկանամ։ Երկու աղբերներից մեջ կռիվ ես գցել։ Ով ես։ Լիլ լուրջ չես հասկացել։ Հա, բայց ինչ հասկանամ։ Այն որ Միքոն քեզ ա հավանում։ Հա։ Չկա տենց բան։ Կա, այն էլ ոնց կա։